Միացյալ Նահանգները տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքի հաղորդագրությամբ Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը։ Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք։ Այս պահին Ադանայի հյուպատոսությունը դադարեցրել է բոլոր տեսակի ծառայությունները, իսկ Թուրքիայի հարավ-արևելյան 22 բնակավայրեր, այդ թվում Ադանան, Վանը, Մուշը և Գազիանթեփը, դասվել են վտանգավորության ամենաբարձր 4-րդ մակարդակի գոտիների շարքը։ Պետդեպարտամենտը նաև նախազգուշացնում է Թուրքիայում աճող հակաամերիկյան և հակաիսրայելական տրամադրությունների, ինչպես նաև ահաբեկչական հնարավոր հարձակումների և կամայական ձերբակալությունների ռիսկի մասին։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել մարդաշատ վայրերից և ցուցաբերել առավելագույն զգուշություն։